Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է։ Եթե իշխանությունը գիտակցում է, որ ինքը չի կարողանալու ապահովել մեր երկրի անվտանգությունը, պետք է ազնիվ դա խոստովանի եւ հեռանա իշխանությունից։ Այնինչ մեր իշխանությունները օգտագործելով տարբեր մեթոդներ, մանիպուլյացիաներից մինչև բիրտ ուժի կիրառում, ճնշում քաղաքական օպոնենտների վերարտադրվեց եւ կռվեց իր իշխանությունը պահելու համար։ Մամուլում տարածվեցին բազմաթիվ լուսանկարներ եւ տեսանյութեր, թե ինչ պայմաններում են մեր զինվորները իրենց ծառայությունը անցկացնում նոր այսպես կոչված առաջնագծում, որը ձևավորվեց վերջին պատերազմից եւ այդ խայտառակ կապիտուլյացիոն բնույթի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են։ Եթե մենք չունենանք բանակ, հարևանները միշտ փորձելու են մեզնից ինչ-որ մի բան խլել։ Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի բարքերով տարածաշրջանում, որ եթե քեզ մեկ անգամ ապտակում են եւ այդ ապտակին դու որևէ պատասխան չես տալիս արժանապատիվ, քեզ ապտակելու են նորից եւ նորից։ Մենք պետք է ունենանք հզոր բանակ, մարտունակ բանակ, որը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրը, այլ ոչ թե մենք մուրանք խաղաղություն, մենք խաղաղություն մուրալու իրավունք չունենք, մենք պետք է հաստատենք արժանապատիվ խաղաղություն, մենք պետք է ունենանք խաղաղություն, որը չունենա այլընտրանք, մենք պետք է ունենանք այնպիսի խաղաղություն, որ մեր հարևանները հասկանան, որ այդ խաղաղությունը խախտելու դեպքում նրանք շատ ծանր հարված են ստանալու։ Եվ դրա համար կա մեկ ճանապարհ, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության աստիճանի բարձրացում ամենօրյա աշխատանք